Նաև ինչա անընդհատ խոսվում, չէ, բան է դարձել $200 միլիոն։ Ու ընդհանրապես ապօրինի գույքեր, այսքան հայց կա, այսքան հայցեր կա, այսքան հարուցված քրեական գործեր կա։ Շուրջ փորձել եք հասկանաք ինչ ձևով են այդ գործերը հարուցվում, ինչ ուսումնասիրություններ են արվում, բայց ամենակարևորը ում վրա են հարուցվում։ Այսօր կան ձեր թիմում բազմաթիվ մարդիկ, որ եթե իրանց վրա մարզպետներ մնացած, չեմ ուզում այստեղից անուններ հնչեցնել, որ եթե փորձեք այդ ուսումնասիրությունը անել, չգիտեմ, առնվազն եթե նույն տրամաբանության մեջ լինի, ինչով որ սա արվում է ընդդիմադիրների նկատմամբ, շատ տխուր պատկեր է ստացվել։ Ես ինչի եմ սա ասում, որ այդ ամեն ինչի հիմքը գործ սկսելու լինում է, թե մարդ ինչքանով է ընդդիմադիր կամ չէ։ Նախկինում падգամավոր է եղել, օլիգարխ, չգիտեմ ինչ, Նիկոլ Փաշինյանի թութուխոս չի ասում, իր հետ կապված խնդիր չկա, ոչ մեկ չի մտնելու իր գույք ստուգի մնացածը անի։ Քաղաքական գործիչ նախկինում եղել է ինչ որ մի բան, այսօր իրան խելոք է պահում կամ միտեղ տեղավորվել է այդտեղ, զրո բան իր հետ կապված, զրո։ Գիտեք, ակնհայտ, ու այս ամեն ինչը ինչ եմ ասում, որ սա կոչվում է selective justice։ Երբ որ գործերը հարուցվում են ընտրողաբար, քաղաքական ենթատեքստ ունենալով մարդու քաղաքական գործունեությունից կախված։ Ու ես չգիտեմ այդ թիվը 200 միլիոն, չգիտեմ ինչ որ թվեր եք ասում։ Նախ եթե 200 միլիոն եք ասում, առնվազն պետք է այնքան պարկեշտություն ունենալ, որ Նիկոլ Փաշինյանից սկսած, որ կանգնեն ասեն ժողովուրդ, մենք ձեզ 15-18 տարի մոլորության մեջ ենք գցել միլիարդներից ու չգիտեմ ինչերից խոսալով, այս մեկ։ Երկրորդը, այդ հաշվարկները ինչ ձևով է կատարվել, ինչա, ես անկեղծ նույնիսկ պատկերացում չունեմ, իսկ քիչ առաջ այստեղ սուտ տեղեկություն նորից հայտնվեց Աֆրիկայում ինչ որ հանքի մասին։ Բացարձակ նման բան չկա, ես ասում եմ, պաշտոնապես սուտ է դա։ Ինչպես որ սուտ էր ձայնագրությունը, որը դուք չեք ուզում ոչ մի ձև ընդունել, չգիտեմ էլ ինչ ասեմ, այդտեղ ասում են դատի տվեք։ Եթե դուք, մենք ասում ենք, սկզբնաղբյուրը դուք եք, ընդունում եք որ դուք եք։ Եթե ընդունում եք որ սկզբնաղբյուրը դուք եք, դատի տանք, բայց մենք շատ լավ գիտենք այդ դատական գործերը։ Ամեն դեպքում պարոն Ալեքսյանի դատի տվեք։ Սուս մնացեք որ խոսում եմ, գնում հղում են անում բանի վրա, անանուն աղբյուրի վրա, գիտենք չէ ինչ ձևով եք տալիս։ Ֆեյքային էս բանը գնում, հետո ասում է դե ես չեմ ասել, այնտեղ գրած է եղել։ Դե լավ էլի։ Նույն ձև եղել է իմիջիալոց 4 միլիարդի պատմությունը ռուսական Չեկլասի ինչ որ թերթով, երբ որ հետո դա դարձրեցիք բոլորի խոսալու ինչ որ թեմա։ Իմանալով հանդերձ, որ շատ բաներ սուտ է, լինելով իշխանության այսքան տարի, երբ որ միևնույնն է, ոչինչ բան չես ապացուցում, բայց մյուս կողմից չես հրաժարվում դրանից, դա կներեք արտահայտությանս համար պարզ բեզաչոտնիկություն է ստացվում, որ գալիս կրկնում եք, չկա 8 տարի։ Չեմ կարծում, որ ձեզ 100 հազարավոր ընտրողները դա են սպասում եւ ակնկալում ձեզնից։